Обеспечить интересы Брюсселя, выплатить. Անզգույշ գծի արդյունքում Հայաստանի քաղաքացիները աշխատելու են նրա համար, որպեսզի ապահովեն Բրյուսելի շահերը, վճարեն վարկերի տոկոսները, պարզապես սեփական գրպանից վճարելու են հենց այդ եվրոատլանտյան տուրքը։ Վճարելու են օրինակ էլեկտրաէներգիայի բարձրացված սակագներով, չէ որ համատեղ հայտարարության համաձայն այն պարզապես պետք է կարդալ, Հայաստանը ողջունում է Եվրամիության աջակցությունը սեփական ատոմակայանի փակման հարցում, թե որքանով է նման էներգոանցումը եվրոպական ձևով համապատասխանում Հայաստանի շահերին, ես, ճիշտն ասած, չեմ դատի, պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները։ Միայն թե Ֆրանսիայում ատոմակայանները չեն փակում, այ հիանալի կլիներ, եթե հենց նույնպիսի ողջույն հրապարակվեր, երբ Հայաստանը կողջուներ Ֆրանսիայում ատոմակայանների փակումը, ինչու նման բան չի լինում, անհասկանալի է։ Почему такого не происходит, непонятно. Армения, которую мы привыкли считать дружественной. Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել բարեկամական եղբայրական երկիր, հարթակ ծառայեց ում համար, Ահաբեկչի համար, նացիստական Կիևյան ռեժիմի պարագլխի համար, որին Երևանում ընդունում էին բավական ջերմորեն։